Ինչպես հաղորդագրության մեջ նշվել էր մամլո ասուլիսի թեման, տալ որոշակի պարզաբանումներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի արդիվ հարուցված քրեական գործով։ Ասեմ, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես ցավում եմ, որ մեր պետությունում տեղի ունեցել նման դեպք եւ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Բուդաղյանների ընտանիքին, Ավետիք Բուդաղյանի մահվան կապակցությամբ։ Վերջերս լրատվամիջոցներում հաճախակ են դարձել տարաբնույթ եւ հաճախ փոփոխական պնդումները դեպքին առնչվող որոշակի հանգամանքների վերաբերյալ եւ անհանգստություններ պատճառել այն հանգամանքը, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին։ Սրանով էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը այսօր մամլո ասուլիս հրավիրելու։ Այս ասուլիսում ձեզ կներկայացվեն իմ կողմից մի շարք պնդումներ, որոնք տեղ են գտել լրատվամիջոցներում, Սյունիքական գործով ուժեղի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի, ուժեղի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի, ինչպես նաև Արտակ Բուդաղյանի կողմից։ Նշեմ նաև, որ ասուլիսի ընթացքում կհրապարակվեն որոշակի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում եւ որոնք նախաքննության մարմինը գտնում է, որ դրանց հրապարակումը չի խոչընդոտի քրեական գործով հետագա նախաքննությանը։ Վերջում ձեզ հնարավորություն կտրվի հարցեր հնչեցնելու։ Ինչպես նաև այն ապացույցները, որոնք կթվարկվեն իմ կողմից, հնարավորություն կտրվի ձեզ տեղում ծանոթանալու նույնիսկ այդ ապացույցներին։ Շատ է շոշափում այն միտքը, որ Սուրեն Խաչատրյանը ունի ապօրինի ինքնաշեն զենք եւ դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում։ Նշեմ, որ քրեական գործով արգրավել են երկու P բերետտա տեսակի ատրճանակներ, դրանցից մեկը գործով ձեռք բերված ապացույցներով պատկանել է Ավետիք Բուդաղյանին P բերետտա քալ 9 մմ տրամագծով 234-455 համարի, իսկ մյուսը P բերետտա 455-565 համարի պատկանել է Սուրեն Խաչատրյանին։ Ավետիք Բուդաղյանին պատկանող 234-455 համարի P բերետտան հայտնաբերվել է դեպքի վայրում։ Նշեմ, իմիջիայլոց ձեզ տեղեկացնեմ, որ այն տեղեկատվությունը, որ ես հրապարակեմ սկզբից, ձեր բոլորին կտրամադրվի ասուլիսի վերջում գրավոր։ Նշեմ, որ դեռևս 2013 թվականի հունիսի 7-ին դեպքից մոտ 7 օր անց Էմիլ Բուդաղյանի կողմից տրված ցուցմունքի համաձայն իր տեղեկություններով որդին դեպքի օրը 2 զենք է ունեցել, այդ թվում 1 բերետտա տեսակի ատրճանակ, որը որդին Ավետիքը մի քանի օր առաջ էր ձեռք բերել, ցանկություն է ունեցել օրինականացնել եւ նվիրել իրեն։
Նշված հրազենից դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված երկու պարկուճ։ Գործով տուժող ճանաչված Նիկոլայ Աբրամյանը վիրավորվել է 9 մմ տրամաչափի ատրճանակից, իսկ վերջինիս վնասված ստանալու հատվածում դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիք Բուդաղյանին պատկանող P Beretta ատրճանակից կրակված պարկուճ։ Ավետիք Բուդաղյանին պատկանող իմ կողմից նշված ատրճանակը նույնպես ինքնաշեն է եւ ավելին ապօրինի է գտնվել այդ պահին նրա մոտ։ Կատարված դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ դեպքի վայրում գործածվել են ընդամենը 3 զենք։ Մեկը MR161K տեսակի հրացանը, որը եղել է Տիգրան Խաչատրյանի մոտ, դրանից արձակվել է 5 գնդակ։ Browning տեսակի ատրճանակը եղել է Զարզանք Նիկողոսյանի մոտ, դրանից կրակվել է 6 գնդակ։ Իսկ Ավետիք Բուդաղյանը կրակոցների արձակել P Beretta տեսակի նշված համարի ատրճանակից եւ կրակվել է ընդամենը 2 գնդակ։ P Beretta 455-565 համարի ատրճանակը պատկանել է Սուրեն Խաչատրյանին։ Այն դեպքի օրը չի գործածվել, չի օգտագործվել։ Օրինական հիմքերով է գտնվել նրա մոտ։ Առկա է քրեական գործի նյութերում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի հրամանը 2009 թվականի մարտի 22-ի զենք կրելու թույլտվության տալու մասին։ Եվ նշեմ, որ այդ հրազենը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ, դեպքից հետո։ Միայն ինքնաշեն լինելու հանգամանքը քրեական պատասխանության 5 հանդիսանալ չի կարող։ Հրազենը պետք է գտնվի տիրապետողի կամ տիրապետողի մոտ ապօրինի կերպով, որպեսզի արարքը որակվի քրեական օրենսգրքի 235 հոդվածով։ Նշեմ նաև, որ բազմաթիվ դեպքերով, քրեական գործերով, երբ արգրավում են զենքեր տարբեր տեսակի, դրանք առաջին հերթին ստուգվում են գնդակապարկուճադարանում, եթե որևէ քրեական գործով այդ հրազենը չի անցնում որպես օգտագործված զենք, ապա որոշվում է դրա տնօրինման հարցը սահմանված կարգով եւ այդ հրազենը տրամադրվում է այս կամ այն մարմնին, որն իրավունք ունի ունենալ սպառազինություն եւ հետագայում կարող է տրամադրվել այս կամ այն անձին զենքի թույլտվություն տալու դեպքում։ Հաջորդ հանգամանքը նշվում է լրատվամիջոցներում, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները թիկունքից են կրակված։ Քրեական գործով նշանակված դատաբժշկական եւ դատաբժշկական հանձնաժողովային, դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությունների եզրակացություններով եւ այլ ապացույցներով հստակ հիմնավորվել է, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների մարմինների վրա արկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել։ Ընդ որում, Արտակ Բուդաղյանի ստացված մարմնական վնասվածքը, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանի ստացված 4 մարմնական վնասվածքներից 3-ը պատճառվել են միևնույն 5 ու 6 մմ տրամաչափի զենքից։ Այն է MR161K տեսակի հրացանից, որը գործածվել է Տիգրան Խաչատրյանի կողմից, իսկ Ավետիք Բուդաղյանի 1 մարմնական վնասվածքը պատճառվել է 9 մմ տրամաչափի Զարզանք Նիկողոսյանի կողմից գործածված Browning տեսակի ատրճանակից։ Այլ հրազենային կամ այլ բնույթի վնասվածքներ թե Արտակ, թե Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա չեն հայտնաբերվել։
նշեմ, որ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային 6 վնասվածքներ, ըստ նշածս փորձաքննությունների եզրակացությունների, դրանցից 4-ը հանդիսանում են մուտքի անցքեր, ներողություն, դրանցից 2-ը հանդիսանում են մուտքի անցքեր եւ կույր մարմնական վնասվածքներ են հրազենով պատճառված, քանզի Ավետիք Բուդաղյանի մարմնից հայտնաբերվել եւ արգրավել են 2 գնդակներ, որոնք հետագայում դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ կրակված էին Տիգրան Խաչատրյանի ձեռքին գտնվող հրացանից, իսկ մյուս 2 մարմնական վնասվածքները Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա եղել են միջանցիկ, այսինքն 2 մուտքի անցք է եւ 2 ելքի անցք։ Արտակ Բուդաղյանի մարմնի վրա, ինչպես ասացի, 1 ընդամենը հրազենային մարմնական վնասվածք է, որը կույր էր եւ նրա մարմնից նույնպես հայտնաբերվել էր 9 մմ-անոց ներողություն 5.6 մմ տրամագիծ ունեցող գնդակ, որը դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն նույնպես կրակված էր Տիգրան Խաչատրյանի ձեռքին գտնվող հրազենից։ Ըստ Արտակ Բուդաղյանի կրակոց է եղել նաև 2-րդ հարկի պատշգամբից, դղյակից, վերևի պատուհանից։ Լորետա Բարսեղյանը բղավել է Սուրիկ եւս ես ինչ արեցիր, բա ասում էիր սենց բան էլ չի լինի, որը նաև մեջբերվել է Հայկ Ալումյանի կողմից։ Նախաքննության նախորդ ժամանակահատվածում Հայկ Ալումյանը պնդում էր, որ կրակոցներ են արձակվել առանձնատան 2-րդ հարկի պատշգամբից։ Անձամբ մասնակցելով դեպքի վայրի լրացուցիչ զննությանը, Ալումյանը ականատես եղավ, որ առանձնատունը այն հատվածում, որն հարակից է դեպքի վայրին եւ որտեղից տեսականորեն հնարավոր կլիներ կրակոցներ արձակել դեպի դեպքի վայրի ուղղությամբ, պատշգամբ չունի, ընդ որում 1 հարկանի է։ Հետևաբար այդ հատվածից եւս չէր էլ կարող լինել կրակոց, այն էլ վերևից։ Երևի դա է պատճառը, որ պատշգամբը հետագայում վերափոխվեց եւ անվանվեց 2-րդ հարկ, իսկ վերջին օրերին դղյակի պատուհան, ինչ վերաբերում է Լորետա Բարսեղյանի կողմից իբր դեպքից անմիջապես հետո ամուսնուն հանդիմանելուն, ապա վերջինիս ցուցմունքի համաձայն դեռ դեպքը չսկսած ամուսինը քնած է եղել եւ կատարվածի մասին բնականաբար ոչինչ չի իմացել, ինչի ինքը պիտի դիմեր քնած եւ դեպքից անտեղյակ մարդուն, դա անտրամաբանական է եւ աբսուրդ ըստ ցուցմունքի։ Իդեպ Արտակ Բուդաղյանը նույնպես իր ցուցմունքներում մատնանշել է դեպքի վայրում ներկա անձանց, որոնց թվում Սուրեն Խաչատրյանին չի նշել։ Համացանցում տեղադրված է դեպքերը պատկերող մոնտաժված տեսանյութ, նման մտքեր էին հնչել։ Ասեմ, որ համացանցում տեղադրված տեսանյութերը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեսանյութերը բովանդակային առումով նույնն են։ Տարբերությունը դրանց ժամանակային տևողության մեջ է, ինչը կարող է հավաստվել յուրաքանչյուրին այդ տեսանյութերը դիտելուց հետո։ Իմիջիալոց նշեմ, որ մեր մոտ իմ հանձնարարությամբ նախապատրաստել են տեխնիկական միջոցներ եւ ձեզնից եթե ցանկություն ունեցող կլինի կամ ցանկություն կհայտնեն, ձեզ կարող է տրամադրվել զուգահեռ թե համացանցում տեղադրված տեսանյութը,
թե դեպքի վայրում դեպքի վայրի տեսանկարահանումը, որը որ ներկայացվել է, արգրավել է ժամանակին եւ ներկայացվել դատահամակարգչատեխնիկական եւ տեսաձայնագրային փորձակնության եւ որի վերաբերյալ ստացվել է համապատասխան եզրակացություն։ Եթե նման ցանկություն ունեցողներ կլինեն, ասուլիսի ավարտին խնդրեմ նշեք, ձեզ այդ հնարավորությունը կտրամադրվի։ Տեսաերիզի փորձակնությամբ պարզվել է, որ խոհանոցի տեսախցիկներից մեկում տեսագրությունից բացի առկա է նաև ձայնագրություն, որում լսելու են նաև դեպքի վայրում արձակված կրակոցները։ Տեսագրության եւ ձայնագրության համադրմամբ, ինչպես նաև դեպքի վայրի զննությունների ընթացքում հայտնաբերված հետքերի եւ արգրաված ապացույցների համադրմամբ հիմնավորվել է, որ դեպքի ժամանակ կատարվել է թվով 13 կրակոց։ Կրակոցներ են արձակվել թվով 3 զենքերից, որոնցից մեկը, ինչպես նշեցի, MR161 K տեսակի հրացանը եղել է Տիգրան Խաչատրյանի մոտ, Բրաունինգ տեսակի ատրճանակը Զարզանտ Նիկողոսյանի մոտ, իսկ Ավետիք Բուդաղյանը կրակոցներ է արձակել Բերետտա տեսակի ատրճանակից։ Լրատվամիջոցներում վերջերս նշվում էր, շատ էր նշվում, որ դեպքի օրը Արտակ Բուդաղյանը ԼՂՀ էր մեկնում եւ ճանապարհին տեսնելով ուրեմն Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցող իրադարձությունը եթե դարձել եւ գնացել դեպի Սուրեն Խաչատրյանի առանձնատուն։ Ըստ Հայկ Ալումյանի, Արտակ Բուդաղյանը ԼՂՀ մեկնելու նպատակով է ճանապարհ դուրս եկել, բայց ճանապարհի մի հատվածից տեսել է, որ Սուրեն Խաչատրյանի տան մոտ իրադարձություններ են կատարվում, մեքենայով պտտվել ու գնացել է դեպքի վայր։ Նշեմ, որ Հայկ Ալումյանի հայտարարությունները հերքվում են, անգամ Արտակ Բուդաղյանի ցուցմունքներով։ Արտակ Բուդաղյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ եղբորից իմանալով ՍԴԽ-ի գյոլ կոչվող ուրեմն տարածքից վերադառնալիս ավտոմեքենայում նրա նկատմամբ կիրառված բռնության մասին գնացել է Արման Հակոբյանի տուն, վերցրել նրա անձնական օգտագործման VAZ-2106 մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև Արմանին իր կողմից ի պահ տրված Բեկաս ավտո տեսակի հրացանը շարժվել է Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ։ Ըստ Արտակ Բուդաղյանի ցուցմունքի զենքը վերցրել էր, բառացիորեն ասեմ, որպեսզի զենքը ձեռքին տեսնեն, հանգիստ թողնեն ժողովրդին։ Նշվածը հիմնավորված է նաև քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով։ Կրկնեմ, որ եթե անհրաժեշտություն գտնեք ծանոթանալու կամ հնարավորություն ծանոթանալու ցուցմունքների այդ հատվածներին, կարող եմ Ալեքսանդր Ղազարյանը, Մեջական խմբի ղեկավարը ձեզ այդ հնարավորությունը տրամադրել կամ եթե անհրաժեշտ է, կարող են խնդրել բառացիորեն հնչեցնի ցուցմունքների այդ հատվածները։ Նշվում էր, թե ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում։ Մինչև տեսագրող սարքերի նախաքննության մարմնի տրամադրության տակ հայտնվել են, դրանք գտնվել են տնօրինող անձանց Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ։ Հետևաբար, մինչև այն արգրավելը, տեսաերիզը չէր կարող համարվել նախաքննության գաղտնիք։
Եվ նշեմ, որ այս ուղղությամբ թե ինչպես էր հայտնվել եւ այլն, դեռևս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Նշվում էր, որ ՍԴԽ-ի գյոլից վերադառնալիս Ավետիքը ծեծի է ենթարկվել։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Զարզանտ Նիկողոսյանը, ինչի վերաբերյալ դեռևս նախաքննությունը շարունակվում է եւ համապատասխան ապացույցների ամբողջականացնելուց հետո բնականաբար այդ հանգամանքը իրավական գնահատականի կարժենանա։ Այնուամենայնիվ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ մինչ այժմ ձեռնարկված ապացույցները չեն հիմնավորվում, նկատի ունենալով նաեւ, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ փաստվել է, որ Ավետիք Բուդաղյանի մարմնում հրազենային վնասվածքներից բացի որևէ այլ բնույթի վնասվածք առկա չէ։ Ընդ որում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի վիճարկվել թե Հայկ Ալումյանի եւ թե Էմիլ Բուդաղյանի կողմից, այսինքն որևէ միջնորդություն, դիտողություն չի ներկայացվել։ Ըստ Էմիլ Բուդաղյանի մարզպետի թիկնապահն է զանգահարել եւ կանչել որդուն Սուրիկ Խաչատրյանի տուն։ Ասեմ, որ դեպքի օրվա հեռախոսազանգերի վերցանումները վկայում են այն մասին, որ Զարզանտ Նիկողոսյանը ոչ Ավետիք Բուդաղյանին եւ ոչ էլ Արտակ Բուդաղյանին չի զանգահարել։ Հակառակը հունիսի 1-ին 2013 թվականին ժամը 22:59-ին Ավետիք Բուդաղյանն է իր 093 07 44 44 հեռախոսահամարից զանգահարել Զարզանտ Նիկողոսյանին 094 99 94 99 հեռախոսահամարին եւ խոսել 52 վայրկյան։ Չեմ նաև, որ քրեական գործով նշանակված եւ ստացված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ չեն վիճարկվել ոչ Ալումյանի, ոչ Էմիլ Բուդաղյանի եւ ոչ էլ Արտակ Բուդաղյանի կողմից։ Բացառությամբ դատացկաբանական համալիր մեկ փորձաքննության եզրակացությունից, որի կապակցությամբ Հայկ Ալումյանի կողմից միջնորդություն է ներկայացվել, լրացուցիչ փորձաքննություն միջնորդություն է ներկայացվել, որը նիշի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է, նշանակվել է լրացուցիչ դատահետքաբանական համարի փորձաքննություն, որի եզրակացությունը Հայկ Ալումյանի կողմից չի վիճարկվել, այդ եզրակացության վերաբերյալ միջնորդություն ներկայացրել է միայն Էմիլ Բուդաղյանը, որի այդ մեկ միջնորդությունը քննիչի պատճառաբանված որոշմամբ մերժվել են։ Այդ փորձաքննությունները վերաբերում էին դեպքի վայրում ասֆալտի վրա առկա վնասվածքի ծագումնաբանությանը։ Այսքանը ես ինչ որ նկատել եմ լրատվամիջոցներում եւ որոնք իրական նաեւ նշանակություն ունեն քրեական գործով որոշումներ կայացնելու եւ հետագայում նախաքննության իրականացման համար եւ բնականաբար այլ հանգամանքների կապակցությամբ իրավական գնահատականներ տալու համար եւ սա էր, որ ինքս նկատել եմ լրատվամիջոցներում եւ որոնց կապակցությամբ ցանկանում էի պարզաբանումներ ներկայացնել հանրությանը։ Նա նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստորեն դադարեցվել է քրեական հետապնդումը, խնդրում պատասխանեք երկու հարցի, դուք ինչ մասնակցություն ունեք այդ
երկու անձանց նկատմամբ կալանքի որոշում կայացնելու հարցում, դուք անձամբ մասնակցել եք նրանց կալանքորելու այդ գործընթացին, եւ արդյոք եթե դուք պնդում եք, որ նրանք անմեղ են, արդյոք Սուրիկ Խաչատրյանը ձեզնից որևէ պարզաբանում կամ չգիտեմ բացատրություն չի պահանջել այդ երկու ամսվա համար։ Ուրեմն ասեմ, մասնակցություն ով կարող է ունենալ որոշումը կայացնելիս կամ նախաքննությունը իրականացնելիս, քրեական դատավարության օրենսգիրքը, երբ որ ընթերցեք, այնտեղ հստակ նշված է նախաքննությունն ով է իրականացնում եւ որոշումն ով է կայացնում։ 1. Երկրորդ, վերջի հարցը ո՞րս էր, ձեր Խաչատրյանի պարզաբանումներ են տվել։ Սուրիկ Խաչատրյանը որևէ պարզաբանման համար դիմել է արդյոք նախաքննության մարմնին, թե ոչ։ Որ բանը նաև հասնի դրան, այսինքն այդ երկու ամսվա Առաջում նման պարզաբանումները որևէ մեկի չի դիմել։ Նրանց էլ հարցնի արդյոք քրեական մարմիններ ճնշումներ չեն եղել։ Հաշվի առնելով վերջին որոշումը։ Նախաքննության մարմնի վրա ճնշումներ գործադրվել նախաքննության փուլում նման բան չի եղել եւ ասեմ որ չի էլ կարող լինել։ Կարող է լինել դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այն դատավարական հսկողությունը եւ այն սահմաններում դատավարական հսկողությունը, որը իրականացնում է համապատասխան դատախազը եւ այդ սահմաններում, որը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով։ Ուրեմն նշեմ, որ առաջինը թե Տիգրան Խաչատրյանի կողմից թմրանյութ օգտագործած լինելու հարցի շուրջ, թե Բուդաղյանների կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հարցի շուրջ, որ ասեցիք քրեական գործ հարուցված լիներ։ Քրեական օրենսգիրքը, որը ձեռքից տակ է, եթե չեմ սխալվում 63 հոդվածը քրեական օրենսգրքի սահմանում է պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ, որոնց թվում առաջին մասի 14-րդ կետում որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներից մեկը նշվում է հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը։ Այսինքն օգտագործած կամ չօգտագործած լինելու հանգամանքի վերաբերյալ քրեական գործ հարուցելու առանձին սրա կարիքը չի եղել։ Եվ ինչպես նշեցի, սա քրեական օրենսգրքով հանդիսանում է որպես քրեական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք օգտագործած լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է քրեական գործի նյութերին, ապա փորձաքննության եզրակացությամբ տրվել էր, որ Արտակ Բուդաղյանի եւ Ավետիք Բուդաղյանի Բուդաղյանից վերցրած արյան նմուշներում հայտնաբերվել էր ալկոհոլ, իսկ Տիգրան Խաչատրյանի մոտից վերցված մեզի եւ մազի նմուշներում հայտնաբերվել էին թմրանյութեր եւ ըստ փորձագետի եզրակացության թմրանյութը մեզի մեջ կարող է պահպանվել 36 օր, իսկ մազի մեջից օգտագործելուց հետո ընդհանրապես դրա հետքը չի վերանում ըստ փորձագետի տված ցուցմունքի եւ համապատասխան գրականության մեջ եղած հանգամանքների։ Եվ ինչն է պատճառը, որ Բուդաղյանի արյան մեջ կառուցող ալկոհոլը եղել է մեկ կողմից, բայց քննչական ծանրությունը տարածել է եւ զին դատախազությունը, որ 4 պրոմիլ է, կարող է դա։ Ուրեմն նշեմ, որ 4 պրոմիլ է, ինձ թվում է, կամ 4, մի անգամ էլ նշել էին, որ 4.5 իբր։ Ես ինչքան հիշում եմ, առավոտ թերթին տված հարցազրույցներ
Իշքան հիշում եմ, զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը այս հարցին արդեն իսկ անդրադարձել էր, որ երբևէ 4.5 պրոմիլե այն էլ նման դրույթ որևէ մեկի կողմից նախաքննության մարմնի կողմից եւ ինչքան գիտեմ հսկողություն իրականացնող դատախազի կողմից նման բան տարածված չի կարող լինել, քանզի փորձաքննության եզրակացության համաձայն նրա արյան մեջ հայտնաբերվել էր 1.0 միլի լիտր ուրեմն ալկոհոլի պարունակություն, իսկ Ավետիք Բուդաղյանի արյան մեջ 6.2 Այն հանգամանքին, որ դուք նշեցիք եւ որը հաստատվեց իբր 6 օր հետո եւ այլն, 6 օր հետո նմուշ չի վերցվել։ Հայկ Ալումյանը, որ ուշադիր նայեր, տեսներ, որ փորձաքննության եզրակացության մեջ նույնիսկ նշված է, թե որ օրը վերցված նմուշը եւ փաթեթավորված բացեցին եւ փորձաքննության ենթարկեցին։ Ուրեմն այդ արյան նմուշը վերցվել է ուրեմն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչների կողմից դեռևս այդ օրը գիշերը, երբ որ Գորիսի հիվանդանոցում, երբ որ ուրեմն Արտակ Բուդաղյանը եւ Ավետիք Բուդաղյանը տեղափոխվել են հիվանդանոց։ Եվ այդ կապակցությամբ, որպեսզի հանգամանքները լիարժեք նաեւ ճշտվեն, հարձակնվել են, թե բուժքույրը, որը որպես մասնագետ վերցրել է նմուշը, թե ընթերականները, որոնք ներկա են գտնվել այդ գործողությանը։